Ջոն Բիվեր Սուրբ Հոգի Գլուխ առաջին Ով է Սուրբ Հոգին? Բայց Մխիթարիչը, խորհրդականը, օգնականը, բարեխոսը, դատապաշտպանը, զորացնողը, կողքին լինողը, Սուրբ Հոգին, ում Հայրը կուղարկի իմ անունով, իմ փոխարեն, ինձ ներկայացնելու և իմ փոխարեն գործելու համար, նա կսովորեցնի ձեզ բոլոր բաները, և նա այնպես կանի, որ վերհիշեք, կհիշեցնի ձեզ, ձեր միտքը կբերի, այն ամենը, ինչ ես ասել եմ ձեզ։ Հովհաննեսի ավետարան 14:26 Amplified թարգմանությունից։ Օր առաջին Նոր տարվա նախօրը էր։ Ներսումս աղոթելու և ծոմ պահելու մղում զգացի։ Ես հարցրի Տիրոջը. Աստվածաշնչի ո՞ր գիրքը պետք է կարդամ։ Ի զարմանս ինձ ես լսեցի. Գործք առաքելոց գիրքը։ Զարմանքիս պատճառն այն էր, որ նախորդ անգամ, երբ երկարատև ծոմապահության և աղոթքի էի պատրաստվում, ստացա ճիշտ նույն հրահանգը՝ կարդա Գործք առաքելոց գիրքը։ Նախորդ ծոմապահությանս ընթացքում ինձ համար բացվեց Պողոս առաքյալի կյանքում նպատակի և գործողությունների հակասությունը, ինչի արդյունքում նա շատ դժվարություններ կրեց։ Թույլ տվեք բացատրել։ Պողոսն ընտրվեց Աստծուց ավետարանը հեթանոսներին քարոզելու համար։ Նա ասաց. «Ես քարոզիչ և առաքյալ կարգվեցի և հեթանոսների վարդապետ» (Բ Տիմոթեոս 1:11)։ Սա հստակ որոշակի հրահանգ է։ Իր կյանքի ընթացքում նա խոսեց իր առաքելության մասին մի քանի անգամ։ Առաջին առաքելական ճանապարհորդության ժամանակ Պողոսը հայտարարեց հրեաներին. «Ահա դեպի հեթանոսներն ենք դառնում, որովհետև Տերն այսպես պատվիրեց մեզ, թե քեզ հեթանոսների լույս դրի» (Գործք առաքելոց 13:46 և 47)։ Իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում նա համարձակ հայտարարեց. «Այսուհետև հեթանոսներին եմ գնում» (Գործք առաքելոց 18:6)։ Նա հռոմեացիներին գրեց. «Ես հեթանոսների առաքյալ եմ» (Հռոմեացիների 11:13)։ Նա շարունակ նման հայտարարություններ էր անում իր թղթերում։ Սակայն իր հրեա ազգակիցների հանդեպ սիրուց դրդված, նաև ցանկանալով նրանց փրկությունը, Պողոսը մշտապես ժողովարաններ էր գտնում գրեթե այն քաղաքում, ուր այցելում էր։ Իր սովորության համաձայն սկզբում նա խոսում էր հրեաների հետ, մինչև կփորձեր հասնել հեթանոսներին։ Իրականում հաճախ հրեաների մերժումն էր, որ մղում էր նրան դեպի հեթանոսները։ Ինչպես տեսնում ենք, հրեաները դարձան Պողոսի ամենախիստ հալածանքների և ամենամեծ դժվարությունների պատճառը։ Նրանք խռովություններ առաջացրին հեթանոս բնակչության մեջ և թշնամություն ստեղծեցին առաքյալների և հեթանոս կառավարիչների միջև։ Նրանց պառակտիչ ծրագրերը դարձան Պողոսի դեմ կազմակերպված խռովությունների, նրա ձերբակալությունների, ծեծերի և նեղությունների մեծ մասի պատճառը։ Թույլ տվեք մի կարևոր վերապահում անել։ Աստված խորապես հոգում է հրեաների մասին։ Ահա թե ինչու Հակոբոսը, Պետրոսը և Հովհաննեսը ուղարկվեցին նրանց մոտ։ Հակոբոսը, Պետրոսը և Հովհաննեսը, ովքեր հայտնի էին որպես եկեղեցու սյուներ, խրախուսեցին մեզ, որ շարունակենք քարոզել հեթանոսներին, քանի դեռ նրանք շարունակում էին իրենց աշխատանքը հրեաների հետ։ Գաղատացիների 2:9 New Living թարգմանությունից։ Իմ նախորդ ծոմապահության ժամանակ ստացա հետևյալ ուղերձը. «Որդիս, մնա այն շնորհքի շրջանակներում, որի համար ես կանչել եմ քեզ։ Թույլ մի տուր, որ քո բնական զգացմունքները կամ սերը ինչ-որ բաների հանդեպ հեռացնեն քեզ այն աստվածային հանձնարարությունից, որ ունես»։ Քանի որ շատ պարզ էի հիշում այդ վերապրումը, ես զարմացա, երբ Աստված խնդրեց ինձ ևս մեկ անգամ ամբողջությամբ կարդալ Գործք առաքելոց գիրքը։ Ի վերջո կային 65 այլ գրքեր ընտրության համար։ Ես այնքան ուրախ եմ, որ հնազանդվեցի։ Այս անգամ կարդալով Գործք առաքելոց գիրքը նկատեցի բոլորովին այլ բան, ինչն ապացուցում է, որ Աստծո խոսքն իսկապես կենդանի է։
Այս անգամ ես պարզորեն տեսա, թե որքան էին առաջին եկեղեցու առաջնորդները և անդամները ապավինում Սուրբ Հոգուն և համագործակցում նրա հետ, որքան էին նրանք կախված Սուրբ Հոգուց և որքան էին խոսում նրա մասին։ Սուրբ Հոգին նրանց կյանքի կարևորագույն մասն էր։ Նա ներգրավված էր եկեղեցու առաջնորդների և անդամների բոլոր գործերի մեջ։ Նա մշտապես բացառիկ տեղ էր զբաղեցնում նրանց հասարակական ծառայության, հավաքույթների և խորհրդաժողովների մեջ։ Նա մշտապես ներգրավված էր նրանց գործունեության մեջ։ Ահա մի շարք արտահայտություններ, որոնք գրավեցին ուշադրությունս։ Ինչու սատանան քո սիրտը լցրեց, որ դու սուտ խոսես Սուրբ Հոգուն։ Գործք Առաքելոց 5:3։ Ինչ է, որ միաբանվեցիք դուք, որ Տիրոջ Հոգին փորձեք։ Գործք Առաքելոց 5:9։ Եվ մենք նրա վկաներն ենք այս բաների համար, և Սուրբ Հոգին էլ։ Գործք Առաքելոց 5:32։ Դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակվում եք։ Գործք Առաքելոց 7:51։ Եվ Հոգին ինձ ասաց, որ նրանց հետ գնամ։ Գործք Առաքելոց 11:12։ Եվ նրանցից մեկը Հոգով իմաց տվեց, թե մեծ սով է լինելու։ Գործք Առաքելոց 11:28։ Սուրբ Հոգուց ուղարկված։ Գործք Առաքելոց 13:4։ Որովհետև Սուրբ Հոգուն և մեզ հաճո երևաց։ Գործք Առաքելոց 15:28։ Սուրբ Հոգուց արգելվելով, որ Ասիայի մեջ Աստծո խոսքը չխոսեն։ Գործք Առաքելոց 16:6։ Ջանք էին անում, որ գնան դեպի Բյութանիա, և Հոգին թույլ չտվեց նրանց։ Գործք Առաքելոց 16:7։ Պողոսը Հոգով վառվում էր վկայելով։ Գործք Առաքելոց 18:5։ Արդյոք Սուրբ Հոգին ընդունեցիք, երբ որ հավատացիք։ Գործք Առաքելոց 19:2։ Պողոսը հարկադրված էր զգում Սուրբ Հոգուց գնալու Մակեդոնիա։ Գործք Առաքելոց 19:21 New Living թարգմանությունից։ Սուրբ Հոգին ասում է ինձ քաղաքից քաղաք։ Գործք Առաքելոց 20:23 New Living թարգմանությունից։ Արծգույժ կացեք ձեր անձերին և ամբողջ հոտին, որի մեջ Սուրբ Հոգին ձեզ վերակացուներ դրեց։ Գործք Առաքելոց 20:28։ Նման խոսքերը շարունակ աչքի էին ընկնում այս գրքի էջերում։ Ցավալի իրականությունն այն է, որ մենք չենք տեսնում նույնը ժամանակակից եկեղեցում։ Այն, ինչ սովորական էր Գործք Առաքելոց գրքի հավատացյալների համար, այսօր հազվագյուտ երևույթ է դարձել։ Ես նկատի չունեմ այլ մարդկանց, նախ և առաջ ես խոսում եմ իմ մասին։ Կարդալիս գիտակցում էի, որ հաճախ հեռանում էի Աստծո Հոգու առաջնորդությունից, ընկերակցությունից, համագործակցությունից և ազդեցությունից։ Ես չէի վայելում այս ամենը, չէի ձգտում այս ամենին և կախված չէի այս ամենից։ Երբ այս ճշմարտությունն ինձ համար ակնհայտ դարձավ, ինչպես կարող էի չկիսվել ձեզ հետ։ Նախնական պնդումներ։ Թույլ տվեք մի քանի նախնական պնդումներ անել, որոնք ավելի ու ավելի պարզ կդառնան, երբ շարունակենք այս կարևոր թեման։ Նախ, ըստ էության չկա քրիստոնեական կյանք առանց Սուրբ Հոգու։ Առանց Սուրբ Հոգու քրիստոնեությունը չոր, միապաղաղ և ձանձրալի է։ Առանց Սուրբ Հոգու մեր գործերը հյուծող և հոգնեցուցիչ են։ Առանց Սուրբ Հոգու չկա շփում Աստծո հետ։ Հեռացրեք Սուրբ Հոգուն որևէ եկեղեցուց և կկատարվի երկուսից մեկը։ Եկեղեցին կվերածվի հասարակական ակումբի, եկեղեցին կդառնա կրոնական հաստատություն։ Ճշմարտությունն այն է, որ առանց Սուրբ Հոգու չկա հայտնություն։ Իրականում առանց Սուրբ Հոգու Աստվածաշունչը մահաբեր է դառնում, որովհետև գրված է. «Գիրը սպանում է, այլ Հոգին կենդանացնում է»։ Կորնթացիների 2-րդ թուղթ 3:6։ Չկա տեսիլք առանց Սուրբ Հոգու։ Չկա ուրախություն առանց նրա։
Չկա խաղաղություն առանց նրա, չկա ազատություն առանց Սուրբ Հոգու։ Տերը Հոգին է, և որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է։ Կորնթացիների 2 թուղթ 3:17 New Living թարգմանությունից։ Ուշադրություն դարձրեք, որտեղ Տիրոջ Հոգին է արտահայտությանը։ Մտածենք այս մասին։ Աստծո Հոգին ամենագոհ է։ Նա ամենուր է ամեն ժամանակ։ Դավիթն ասում է. «Ուր գնամ քո հոգուց և քո երեսից ուր փախչեմ»։ Սաղմոս 139:7։ Պատասխանը միանշանակ է, ոչ մի տեղ։ Դավիթը շարունակում է. «Եթե ես մագլցեմ երկինք, դու այնտեղ ես։ Եթե գետնի տակ իջնեմ, դու այնտեղ ես։ Եթե թռչեի արշալույսի թևերի վրայով դեպի հեռավոր արևմտյան հորիզոնը, դու կգտնեիր ինձ մեկ ակնթարթում, դու արդեն սպասում ես ինձ այնտեղ»։ Սաղմոս 139:8-10 խոսքեր, Մեսիջ թարգմանությունից։ Պարզից էլ պարզ է, որ նա ամենուր է ամեն ժամանակ։ Այդ դեպքում մենք պետք է տանք հաջորդ հարցը. արդյոք ամենուր ազատություն կա։ Կրկին կարդացեք Պողոսի խոսքերը. որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է։ Մենք ապացուցեցինք, որ նա ամենուր է, այնպես որ կրկին, արդյոք ամենուր ազատություն կա։ Պատասխանն ակնհայտ է. ոչ։ Չկա ազատություն հասարակած տներում, սրճարաններում, բանտերում և հիվանդանոցներում։ Ես եղել եմ թաղամասերում, դպրոցներում, ընտանիքներում և նույնիսկ եկեղեցիներում, որտեղ չկա ազատություն։ Այդ դեպքում ի՞նչ է հռչակում Աստվածաշունչը այս խոսքում։ Ըստ իս հետևյալն ավելի ճշգրիտ թարգմանություն է. որտեղ որ Հոգին Տեր է, այնտեղ է ազատություն։ Կորնթացիների 2 թուղթ 3:17 Հեղինակի բառափոխումը։ Հունարենում Տեր բառը Կյուրիոսն է։ Այն սահմանվում է որպես գերագույն իշխանություն ունեցող։ Սուրբ Հոգուն թույլ չեն տալիս իշխել սրճարաններում, բանտերում, հիվանդանոցներում կամ ընտանիքներում և նույնիսկ բազմաթիվ եկեղեցիներում։ Այնուամենայնիվ դուք կարող եք ազատություն և արդարություն գտնել բոլորի համար այնտեղ, որտեղ նա ընդունվում է որպես գերագույն իշխանություն ունեցող։ Այս ուղերձի նպատակը։ Այս ուղերձի նպատակն է ծանոթացնել ձեզ Սուրբ Հոգու հետ որպես անձնավորության։ Նրա մասին կարելի է հատորներ գրել։ Նրա մասին կարելի է խոսել օրեր, ամիսներ, նույնիսկ տարիներ շարունակ։ Ես ավելի քան 30 տարի է ամուսնացած եմ կնոջս Լիզայի հետ։ Նրան շատ լավ ճանաչելով հանդերձ, ես դեռ բացահայտում եմ այնպիսի կողմեր նրա անհատականության, հետաքրքրությունների, ցանկությունների և վարվելակերպի մեջ, որոնց մասին բոլորովին անտեղյակ էի։ Վերջերս մենք մի քանի օր անցկացրինք միասին, տոնելով մեր ամուսնության 30-րդ տարեդարձը։ Այդ ընթացքում ես իմացա որոշ բաներ նրա երազանքների, նախընտրությունների և նույնիսկ կարողությունների մասին, որոնցից բոլորովին անտեղյակ էի։ Ինչ վերաբերում է Լիզայի կարողություններին, ես նույնիսկ գաղափար չունեի, որ նա գոլֆ խաղալու մեծ տաղանդ ունի։ Լիզան գիտի, թե որքան է ինձ դուր գալիս այդ սպորտաձևը և առաջարկեց միասին խաղալ մի գեղեցիկ գոլֆի դաշտում 9 փոսիկով, այսինքն սկսելով դաշտի կեսից։ Ես ընդամենը մեկ խաղ խաղացի նրա հետ, որովհետև մենք որոշել էինք միասին անցկացնել այդ ժամանակը։ 7-րդ փոսիկը ձորի մյուս կողմում էր։ Կինս միշտ բարդ առաջադրանքների սիրահար է եղել, այնպես որ ես հարցրի, թե արդյոք նա կցանկանար անցկացնել գնդակը ձորի մյուս կողմը։ Գնդակը պետք է թռչեր 140 մետր, անցնելով 60 մետր խորություն ունեցող ձորի վրայով։ Եթե հարվածը թույլ լիներ, գնդակը կընկներ օվկիանոսը։ Ես մի հին գնդակ գտա Լիզայի համար, քանի որ չէի մտածում, որ կրկին կտեսնեի այն։ Նա կանգնեց նշանառության համար նախատեսված հատվածում և այնպես հարվածեց, որ գնդակը թռավ 160 մետր, ընկնելով մյուս կողմի փոսիկը շրջապատող սիզամարգի վրա։
Ավաղ նոր տաղանդը հայտնաբերվեց միայն ամուսնության 30-րդ տարում։ Ամեն երեկո ընթրիքի ժամանակ Լիզան կիսվում էր գիտությամբ, իմաստությամբ, հետաքրքրություններով և ձգտումներով, որոնց մասին նախկինում չէր պատմել ինձ։ Կարճ ասած, ես համակվել էի երկյուղով նրանից, թե որքան խորություն կա այն զարմանալի անձնավորության մեջ, ում իմ կինն եմ անվանում։ Անհնար է մի քանի գլուխներում և նույնիսկ բազմաթիվ հատորներում պատմել այն ամենը, ինչ գիտեմ Լիզայի մասին։ Այնուամենայնիվ կարող եմ ասել ձեզ, թե ինչպես ծանոթանալ և շփվել նրա հետ։ Ես կարող եմ պատմել, թե ինչ է դուր գալիս նրան, ինչ հետաքրքրություններ նա ունի և ինչպես կարելի է աշխատել և հաղորդակցվել նրա հետ։ Ես կարող եմ պատմել ձեզ նրա ուժեղ և թույլ կողմերի մասին։ Կարող եմ պատմել, թե ինչ է նա սիրում կամ ինչը նրան բոլորովին չի հետաքրքրում։ Այս ներածական գիտելիքը կծառայի որպես հարթակ նրա հետ մտերիմ շփում կառուցելու համար։ Եթե անկարելի է ամբողջությամբ պատմել Լիզայի մասին, ով ընդամենը մի քանի տասնյակ տարիներ է ապրել, ինչպես կարող եմ նույնիսկ փորձել ամբողջությամբ պատմել ձեզ Սուրբ Հոգու մասին, ում կյանքը հավիտենից հավիտյան է։ Դա պարզապես անհնար է։ Այնուամենայնիվ, ես կարող եմ ներկայացնել ձեզ, թե ով է նա։ Ես կարող եմ պատմել ձեզ նրա անհատականության և հետաքրքրությունների մասին, նաև այն մասին, թե ինչ է նա սիրում։ Ես կարող եմ սահմանել մեր փոխհարաբերությունները նրա հետ և կիսվել մի քանի միջոցներով, որոնցով կարելի է հաղորդակցվել և համագործակցել նրա հետ։ Ես կարող եմ պատմել, թե ինչու է մեր շփումը Սուրբ Հոգու հետ այդքան կարևոր և թե ինչպես է նա զորացնում մեզ, որպեսզի կատարենք Աստծո ցանկությունները մեզ համար։ Այս հիմքային գիտելիքները կօգնեն ձեզ հաղորդակցվել նրա հետ ավելի խորը և բովանդակալից։ Օր երկրորդ. լուրջ թյուրըմբռնում։ Կա մի սխալ, որը շատերն են գործում։ Մարդիկ փորձում են հասկանալ Սուրբ Հոգու գործելակերպը և զորությունը առանց նախապես ճանաչելու նրան որպես անձնավորություն։ Անչափ կարևոր է, որ մեր սրտերում և մտքերում որոշենք հետևյալը. արդյոք հավատում ենք, որ Սուրբ Հոգին աստվածային անձնավորություն է, ով անսահմանորեն սուրբ, իմաստուն և զորավոր է, բայց և հրաշալիորեն մեղմ, զգայուն և գթասիրտ է։ Արդյոք մենք հավատում ենք, որ նա արժանի է ընդունելու մեր երկյուղածությունը, համակրանքը, հավատքը, սերը և նվիրումը։ Արդյոք հավատում ենք, որ պետք է լիովին անձնատուր լինենք նրան։ Թե փոխարենը մենք համոզված ենք, որ Սուրբ Հոգին պարզապես Աստծուց բխող ներգործություն է, ինչ-որ աստվածային առեղծվածային զորություն։ Միգուցե մենք մտովի զուգորդում ենք նրան առատաձեռնության հոգի կամ մրցակցության հոգի արտահայտություններից առաջացող պատկերացման հետ։ Վերջին տեսանկյունը մակերեսային և ոչ հասուն է։ Այն նույնիսկ հերձվածություն է։ Այս կերպով հավատալու դեպքում մենք հեշտությամբ տեղի կտանք հոգևոր գոռոզությանը և հպարտությանը և արդյունքում կսկսենք այնպես վարվել, ասես քրիստոնեական վերնախավի ներկայացուցիչներ ենք։ Սակայն եթե մենք համարում ենք, որ նա անսահման է մեծությամբ, փառքով, շուքով, իմաստությամբ, գիտությամբ և սրբությամբ, և եթե մենք հավատում ենք, որ նա որպես անձնավորություն կարող է Հոր և Որդու հետ միասին իշխել մեր կյանքում և գործածել այն ի բարին, մենք երեսնիվայր կընկնենք նրա առջև սուրբ երկյուղով։ Այն մարդը, ում կարծիքով Աստծո Հոգին ներգործություն կամ գերագույն զորություն է, մշտապես կասի. «Ես ցանկանում եմ ավելի շատ ստանալ Հոգուց»։ Ի հակադրություն սրան, այն մարդը, ով դիտարկում է Աստծո Հոգուն որպես հրաշալի անձնավորություն, կասի. «Ինչպես կարող եմ ավելի շատ տրվել նրան»։ Մեր պատկերացումը նրա մասին։ Պատճառներից մեկը, թե ինչու են շատերն Աստծո Հոգուն պատկերացնում որպես զուտ ներգործող ուժ, այլ ոչ թե անձ, այն է, թե ինչպես են մարդիկ խոսում նրա մասին։
Երբևէ լսել եք, որ ինչ-որ մեկը Սուրբ Հոգուն վերաբերվի որպես առարկայի։ Ես արդեն 30 տարվա ծառայող եմ, և եթե ինձ $1 տային ամեն անգամվա համար, երբ ես լսել եմ, թե ինչպես է ինչ-որ մեկը խոսել Աստծո Հոգու մասին որպես առարկայի, ես հարուստ մարդ կդառնայի։ Դժբախտաբար մեզնից շատ-շատերը չեն վայելում Հոգու ներկայության լիությունը, որովհետև մենք հրաժարվում ենք պատվել նրան որպես անձնավորության։ Աստծո Հոգին չի դրսևորվի այնտեղ, որտեղ նրան պատիվ չեն ցուցաբերում։ Այդ մասին կարող ես կարդալ Մատթեոս 13:54-58 և Սաղմոս 89:7։ Նշեմ, որ Սուրբ Հոգուն անվանելով անձնավորություն, ես չեմ ցանկանում ասել, որ նա մարդկային բնություն ունի։ Ես պարզապես նկատի ունեմ, որ նրան հատուկ են այն հատկանիշները, որոնք անձնային են համարվում։ Սուրբ Հոգին աստվածություն է, ոչ թե մարդ։ Բայց մենք պետք է հիշենք, որ մարդիկ ստեղծվել են Աստծո պատկերով։ Այնպես, որ ոչ թե նա է մեզ նման, այլ մենք ենք նրա նման։ Մենք, այսինքն եկեղեցին, որոշել է դիտարկել նրան որպես սուրբ էություն, ոչ թե որպես ամենասուրբ անձնավորություն։ Նա փափագում է լինել մեր ամենամտերիմ ընկերը, սակայն մենք սահմանափակել ենք նրա մասնակցությունը մեր կյանքում։ Ցավալի ճշմարտությունն այն է, որ մենք անփութորեն մերժել ենք ամենաշատ բավականություն պատճառող փոխհարաբերությունը, որը երբևէ կարող ենք ճաշակել։ Դիտարկենք որոշ սուրբգրային հատվածներ, որոնք կատարելապես նկարագրում են Սուրբ Հոգու անհատականությունը։ Նա միտք ունի։ Այդ մասին կարող ես կարդալ Հռոմեացիների 8:27-ում։ Նա կամք ունի։ Կարող ես կարդալ Կորինթացիների 1:12-11-ում։ Նա զգացմունքներ ունի, օրինակ սեր և ուրախություն։ Կարող ես կարդալ Հռոմեացիների 15:30-ում և Գաղատացիների 5:22-ում։ Նա մխիթարում է։ Կարող ես կարդալ Գործք առաքելոց 9:31-ում։ Նա խոսում է։ Կարող ես կարդալ Եբրայեցիների 3:7-ում։ Ավելին, նա պարզ է խոսում։ Կարող ես կարդալ Տիմոթեոսի 1-ում։ Նա սովորեցնում է։ Այդ մասին կարող ես կարդալ Կորինթացիների 1:2-13-ում։ Նրան կարող են տրտմեցնել։ Կարող ես կարդալ Եփեսացիների 4:30-ում։ Նրան կարող են նախատել կամ հայհոյել։ Կարող ես կարդալ Եբրայեցիների 10:29-ում։ Նրան կարող են հակառակվել։ Կարող ես կարդալ Գործք առաքելոց 7:51-ում։ Նրան կարող են ստել։ Կարող ես կարդալ Գործք առաքելոց 5:1-11 խոսքերում։ Եթե այս հատկանիշներն ակնհայտորեն ներկայացված են Սուրբ Գրքում, մենք պետք է հարցնենք, ինչու մարդիկ այդքան սխալ պատկերացում ունեն Սուրբ Հոգու մասին։ Աղավնի։ Շատերը մտածելով Սուրբ Հոգու մասին, անմիջապես աղավնի են պատկերացնում։ Ինչու է սա առաջին և ամենից հաճախ հանդիպող համեմատությունը։ Միթե Սուրբ Հոգին երբևէ հայտնվել է աղավնու կերպարանքով։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ։ 4 ավետարաններում մենք կարդում ենք, որ Աստծո Հոգին իջավ Հիսուսի վրա աղավնու պես։ Այդ մասին կարող ես կարդալ Մատթեոս 3:16-ում, Մարկոս 1:10-ում, Ղուկաս 3:22-ում, Հովհաննես 1:32-ում։ Միթե մենք սովորաբար չենք ասում, նա վազում է քամու պես կամ նա ցլի պես ուժեղ է։ Եթե ասեմ, որ որդիս ցլի պես ուժեղ է, միթե իմ խոսքերը նշանակում են, որ նա չորքոտանի կենդանի է։ Իհարկե ոչ։ Նմանապես ասել, որ Հոգին իջավ աղավնու պես, չի նշանակում ասել, որ նա աղավնի է։ Ինչ-որ մեկը կարող է ասել, բայց Ջոն, նա ներկայացված է որպես բորբոքված կրակ Աստծո գահի առջև։ Այդ մասին կարող ես կարդալ Հայտնության 4:5-ում։ Այո, ճիշտ է, բայց Աստվածաշնչում նույնպես ասվում է. «Եվ տեսա,
և ահա երեցների մեջ մի գառ կանգնած մորթվածի նման։ Հայտնություն 5:6։ Ահա թե ինչպես է Հովհաննեսը նկարագրում Հիսուսին։ Մենք նույնիսկ կասկած չունենք, որ Հիսուսը չորքոտանի կենդանի չէ։ Միևնույն կերպով Սուրբ Հոգին առեղծվածային կրակ չէ, որն այրվում է Աստծո գահի առջև։ Այդ դեպքում ո՞վ է Սուրբ Հոգին։ Աստվածաշնչում հստակ ասվում է, որ Սուրբ Հոգին Աստվածության երրորդ անձն է։ Ծննդոց 1:26-ում գրված է. «Եվ Աստված ասաց. մեր պատկերով և մեր նմանության պես մարդ շինենք»։ Ուշադրություն դարձրեք, որ Աստված չի ասում «մարդ շինեմ»։ Արարչագործության ներկայացումը պահանջում էր 3 առանձին դերակատարների, որոնք 3 առանձին դերեր էին կատարելու։ Աստված խոսում է իր մասին, անվանելով իրեն Հայր, Որդի և Սուրբ Հոգի։ Կարդանք Գործք առաքելոց 10:38-ը, տեսնելու համար Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն որպես առանձին անձերի։ Այն Հիսուսին, որ Նազարեթից է, թե ինչպես նրան Աստված Սուրբ Հոգով և զորությունով օծեց, որ ման եկավ բարի անելով և սատանայից բոլոր հարստահարվածներին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։ Այս խոսքում մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայրը օծում Հիսուսին Սուրբ Հոգով։ Մենք տեսնում ենք 3 առանձին անձերի, ովքեր համագործակցում են հանուն մեկ ընդհանուր նպատակի։ Դիտարկենք ևս մեկ օրինակ։ Եվ մկրտվելուց հետո Հիսուսը շուտով դուրս եկավ ջրից, և ահա երկինքը բացվեց նրա համար, և նա տեսավ Աստծո Հոգին, որ վայր էր իջնում աղավնու պես և գալիս նրա վրա։ Եվ ահա երկնքից ձայն եկավ, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, որին ես հավանեցի»։ Մատթեոս ավետարան 3:16-17։ Հիսուսի մկրտության նկարագրության մեջ դուք մեկ անգամ ևս կնկատեք, թե ինչպես է աստվածությունը հայտնվում 3 առանձին անձերով։ Նախ Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից, ապա Աստծո Հոգին իջավ նրա վրա, և ի վերջո Հայր Աստված երկնքից հռչակեց. «Դա է իմ սիրելի Որդին, որին ես հավանեցի»։ Կրկին, աստվածության 3 անձերը համագործակցում են հանուն մեկ ընդհանուր նպատակի։ Թույլ տվեք մի պարզ օրինակ բերել, որը կօգնի նկարագրել այս ճշմարտությունը։ Ջուրը H2O ունի 3 տարբեր վիճակ։ Կախված ջերմաստիճանից H2O-ն պինդ, հեղուկ կամ գազային վիճակում է։ Ջուրը որպես նյութ բոլորովին չի փոխում իր մոլեկուլային կառուցվածքը, բայց ջրի դրսևորումը փոխվում է կախված միջավայրից, ջերմաստիճանից։ Նույն կերպով Աստծո էությունը չի փոխվում։ Տեսնելով Որդուն դուք տեսնում եք Հորը։ Նույնպես Հոգին ուղարկվեց, որպեսզի հայտնի մեզ Որդուն։ Այդ մասին կարող ես կարդալ Հովհաննեսի ավետարանի 17:21-ում և Եփեսացիների 1:17-ում և 18-ում։ Աստված մեկ է իր նպատակով, այնուամենայնիվ նա ունի 3 արտահայտություն, անձեր, ովքեր առանձին գործառույթներ են կատարում։ Թեև կան 3 անձեր, կա միայն մեկ Աստված։ Երկրորդ Օրինաց 6:4-ում գրված է. «Լսիր, ով Իսրայել, մեր Եհովա Աստվածը, Եհովան մեկ է»։ Հռոմեացիների 3:30-ում գրված է. «Մեկ Աստված է, որ արդարացնում է»։ Հակոբոս 2:19-ում նմանապես գրված է. «Դու հավատում ես, թե մեկ է Աստված, լավ ես անում»։ Այս ճշմարտությունը այս գրքի մնացած մասի անկյունաքարն է։ Կան 3 առանձին անձեր, բայց միայն մեկ Աստված։ Օր 3. Առաջին անձնավորությունը։ Իրականում Սուրբ Հոգին աստվածության առաջին անձն է, ով հայտնվում է Սուրբ գրքում։ Ծննդոց 1:1-ում գրված է. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքը և երկիրը»։ Այժմ կարդանք երկրորդ խոսքը. «Եվ երկիրն անձև ու դատարկ էր, և խավար կար անդունդի վրա, և Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրայով»։
մենք տեսնում ենք Հոգուն հենց այստեղ, Ծննդոց 1:2-ում։ Նա աստվածության առաջին անձն է Սուրբ գրքում, ով նշվում է անունով։ Ինչ-որ մեկը կարող է հարցնել. բայց Ջոն, առաջին խոսքում գրված է սկզբում Աստված ստեղծեց երկինքը և երկիրը։ Ինչպես կարող ես ասել, որ Սուրբ Հոգին աստվածության առաջին անձն է, ում մասին գրված է Սուրբ գրքում, եթե առաջին խոսքում գրված է Հայր Աստծո մասին։ Շատ լավ հարց է։ Հիշում եք, որ Աստված ասաց. մեր պատկերով մարդ շինենք։ Առաջին խոսքի հղումն Աստծուն վերաբերում է աստվածությանը, ոչ թե աստվածության առանձին անձերից մեկին։ Այդ իսկ պատճառով աստվածության առաջին անձը, ում Աստվածաշնչում տեսնում ենք գործելիս, Սուրբ Հոգին է։ Երկրորդ խոսքում գրված է. Աստծո Հոգին, Սուրբ Հոգին, շրջում էր ջրերի վրայով։ Կրկին վերադառնանք մեր սկզբնական հարցին. ո՞վ է Սուրբ Հոգին։ Ես կարող եմ հավաստել, որ նա ամենից զարմանալի, հրաշալի, բարի, մեղմ, զգայուն և զորավոր անձն է այս երկրի վրա։ Միգուցե դուք պատասխանեք. Ջոն, այս երկրի վրա։ Իհարկե այս երկրի վրա։ Մենք պետք է հասկանանք, որ Հայրը այստեղ երկրի վրա չէ։ Նա նստած է իր գահին երկնքում։ Նմանապես Հիսուսը այստեղ երկրի վրա չէ։ Ես մշտապես լսում եմ, թե ինչպես են մարդիկ ասում. Հիսուսն իմ սրտում է, սակայն Սուրբ Գիրքը հստակ ցույց է տալիս, որ նա նստած է Հոր աջ կողմը։ Այդ մասին կարող ես կարդալ Մարկոսի 16:19-ում։ Գործք առաքելոց 1:9-11-ում գրված է. Նրանք նայելիս վերացավ և մի ամպ վեր առավ նրանց աչքերից։ Եվ դեռ որ նրանք աչքերն ուղղած մտիկ էին տալիս դեպի երկինք նրա գնալուն, ահա երկու մարդիկ երևացին նրանց սպիտակ հանդերձներով և ասացին. «Ով գալիլեացի մարդիկ, ի՞նչ եք կանգնել և մտիկ եք անում դեպի երկինք, այս Հիսուսը, որ ձեզնից վերացավ երկինք, այսպես կգա, ինչպես նրան տեսաք երկինք գնալիս»։ Այդ երկու մարդիկ, ովքեր իրականում հրեշտակներ էին, պարզ հայտնեցին աշակերտներին, որ Հիսուսը վերադառնալու է այնպես, ինչպես որ գնաց։ Նա չի վերադառնա երկիր, մինչև իր գալուստը ամպերի վրա։ Արդյոք Հիսուսն արդեն վերադարձել է ամպերի վրա։ Ակնհայտ է, որ ոչ։ Սա նշանակում է, որ ներկայումս Հիսուսը դեռ Աստծո աջ կողմն է երկնքում։ Հիշեք Ստեփանոսի քարկոծման պատմությունը։ Գործք առաքելոց 7:55-ում և 56-ում գրված է. իսկ նա, Ստեփանոսը, լցված Սուրբ Հոգով, դեպի երկինքը նայեց և Աստծո փառքը տեսավ, և Հիսուսին կանգնած Աստծո աջ կողմը, և ասաց. ահա տեսնում եմ երկինքը բացված և Մարդու Որդուն կանգնած Աստծո աջ կողմը։ Փորձեք պատկերացնել Հիսուսին իր ամբողջ փառքով կանգնած ի պատիվ իր նահատակի, ակնկալելով այդ սրբազան պահը, որը հիշվելու էր սերունդներ շարունակ։ Թեև այս հատվածը Ստեփանոսի փառավոր վերամիավորման մասին է Հիսուսի հետ, այս պատմությունը ևս մեկ հիշեցում է այն անհերքելի ճշմարտության մասին, որ ներկայումս Հիսուսն իր Հոր կողքին է։ Իրականում արդեն մոտավորապես 2000 տարի է Հիսուսն այս փառավոր դիրքում է։ Նա այստեղ երկրի վրա չէ։ Ես գիտեմ, մեզ դուր է գալիս ասել, որ նա բնակվում է մեր սրտերում, սակայն իրականում Սուրբ Հոգին, Հիսուս Քրիստոսի Հոգին է, որ դարձրել է մեր սրտերն իր բնակության վայրը։ Կարևոր է, որ հասկանանք, Սուրբ Հոգին անվանվում է թե Հայր Աստծո Հոգի և թե Հիսուս Քրիստոսի Որդու Հոգի։ Դիտարկենք մի քանի օրինակ։ Փիլիպպեցիների 1:19-ում Պողոսը գրում է. որովհետև գիտեմ, թե այս բանը վերջապես ինձ փրկության պատճառ կլինի ձեր աղոթքով և Հիսուս Քրիստոսի Հոգու ձեռնտվությունով։ Հիսուսը շատ պարզ ասաց, որ ինքը պետք է գնա, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա գալ իր փոխարեն։ Ակնհայտ է, որ այս խոսքում Պողոսը խոսում է Սուրբ Հոգու, այսինքն օգնականի մասին, ոչ թե մարմնավորված Հիսուսի, որովհետև Հիսուսն այլևս երկրի վրա չէ։
Մատթեոսի ավետարանի 10:20-ում Հիսուսը հռչակում է. «Որովհետև դուք չեք խոսողները, բայց ձեր Հոր Հոգին, որ ձեզանում խոսում է»։ Հիսուսը խոսում էր այն ժամանակվա մասին, երբ իր աշակերտները հալածվելու էին և նեղությունների էին ենթարկվելու ավետարանի պատճառով։ Հոր Հոգին, Սուրբ Հոգին, առաջնորդելու էր և ճիշտ խոսքեր էր տալու նրանց։ Նույնիսկ այժմ, երբ գրում եմ, այս գրքի խոսքերը իմ գիտելիքների կամ փորձառության արդյունքը չեն։ Իմ Հոր Հոգին է, որ սովորեցնում է իմ միջոցով։ Ես փորձել եմ սովորեցնել իմ ուժերով։ Վստահեցնում եմ ձեզ, նման փորձերը դատապարտված են ձախողման։ Նրա շնորհքով, Սուրբ Հոգու զորացման պատճառով է, որ ես այն եմ, ինչ եմ։ Բարի լուրն այն է, որ նա երբեք մենակ չի թողել ինձ, նա միշտ օգնության է եկել։ Երբ ես խոնարհությամբ անձնատուր եմ լինում շնորհքի Հոգուն, այդ մասին կարող ես կարդալ Եբրայեցիների 10:29-ում, նա հավատարմորեն զորացնում է ինձ իմ տկարությունների մեջ։ Ինչպե՞ս են գործում Աստծո երեք անձերը։ Այս երեքը մեկում հասկացությունը կարող է շատ դժվար ըմբռնելի թվալ, քանի որ այն հակառակ է մեր մարդկային պատկերացմանը։ Առաջին Կորինթացիների 12:5-7 ցույց է տալիս, թե ինչպես են երեքը գործում որպես մեկ։ «Եվ պաշտոնները զանազան են, բայց Տերը նույնն է, և ներգործությունները զանազան են, բայց Աստված նույնն է, որ ամենը ամենքի մեջ ներգործում է, բայց ամեն մեկին տրված է Հոգու հայտնությունը օգուտի համար»։ Կորինթացիների 1:12-12-5-7 Կարդալով այս հատվածը մենք բացահայտում ենք, որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին տարբեր պարտականություններ են կատարում։ Հայրը ձեռնարկում կամ նախաձեռնում է (խոսք 6), Որդին տնօրինում է (խոսք 5), իսկ Սուրբ Հոգին հայտնում է (խոսք 7)։ Այնուամենայնիվ նրանք գործում են միասին հանուն մեկ ընդհանուր նպատակի։ Եթե մենք որոշենք տուն կառուցել, ինչ պետք է անենք։ Մենք պետք է վարձենք ճարտարապետի, աշխղեկի և շինարարների։ Ըստ այս օրինակի, Հայր Աստված ճարտարապետն է, Հիսուսը աշխղեկն է, իսկ Սուրբ Հոգին շինարարները, ովքեր կառուցում են տունը։ Հոգին արարչագործությունը հայտնողն է։ Երեք դերերն էլ անչափ կարևոր են ցանկացած տան կառուցման համար։ Աստծո մատը։ Ուսումնասիրենք երկու սուրբգրային նկարագրություն նույն իրադարձության մասին։ Հիսուսը բժշկեց մի դիվահարի։ Մարդիկ զարմացան, բայց փարիսեցիները մտածեցին, նա քշում է դևերին սատանայի օգնությամբ։ Այդ մասին կարող ես կարդալ Մատթեոսի ավետարանի 12:23 և 24-ում։ 28-րդ խոսքում գրված է Հիսուսի պատասխանը նրանց մտքերին. «Բայց եթե Աստծո Հոգով եմ հանում դևերը, ուրեմն Աստծո արքայությունը ձեզ վրա հասել է»։ Ղուկասը նույնպես հիշատակում է այս խոսքը, բայց այն մի փոքր տարբերվում է Մատթեոսի նկարագրությունից։ Ղուկաս 11:20-ում գրված է. «Բայց եթե ես Աստծո մատով եմ հանում դևերին, ուրեմն Աստծո արքայությունը ձեզ վրա հասել է»։ Եվ Ղուկասը, և Մատթեոսը խոսում են Սուրբ Հոգու մասին։ Ղուկասը դիմում է մի հնարի, որը գրողները հաճախ են կիրառում։ Նա նկարագրում է այն գործառույթը, որը հատուկ է Սուրբ Հոգուն, խոսելով նրա անձի մասին։ Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Սուրբ Հոգուն կարելի է նկարագրել որպես Աստծո մատը։ Սուրբ Հոգու գործառույթը կարելի է նկարագրել ոչ միայն որպես Աստծո մատը, այլ նույնպես Աստծո ձեռքը և Աստծո բազուկը։ Սուրբ Գիրքը հայտարարում է, որ Աստված ազատեց իր ժողովրդին զորեղ ձեռքով և երկար մեկնած բազուկով (Սաղմոս 136:12)։ Սաղմոս 8:3-ում գրված է. «Երբ որ տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը, լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր»։ Հավատացյալների մեծամասնությունը չի գիտակցում, որ Սուրբ Հոգին է տեղադրել աստղերը և մոլորակները երկնքում։ Նա է հայտնել ամբողջ ստեղծագործությունը։ Հիշեք Ծննդոց 1:2-ում գրված է. «Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրայով»։
Նա սպասում էր, որ հայրը նախաձեռներ արարչագործությունը։ Որդին պետք է տնօրիներ այն խոսելով. «Թող լույս լինի», որովհետև Հիսուսը Աստծո խոսքն է։ Երբ հնչեց «Թող լույս լինի» արտահայտությունը, որդին տնօրինեց հոր կամքը և Սուրբ Հոգին ստեղծեց այն, ինչ որդին խոսեց։ Իմ ամենասիրելի հատվածներից մեկը Աստծո հոգու մեծության և փառքի մասին գրված է Եսայի մարգարեության 40-ի 12-15-ում։ Ուրիշ ո՞վ է բռնել օվկիանոսներն իր ափում, ո՞վ է չափել երկինքներն իր մատներով, ուրիշ ո՞վ գիտի երկրի կշիռը կամ կշռել է սարերը և բլուրները կշեռքի վրա, ո՞վ կարող է խորհուրդ տալ Տիրոջ հոգուն, ո՞վ բավականաչափ գիտի նրան խորհուրդ տալու կամ սովորեցնելու համար։ Մի՞թե Տերը երբևէ ունեցել է որևէ մեկի խորհրդի կարիքը։ Մի՞թե նա հրահանգների կարիք ունի այն մասին, թե որն է բարին։ Մի՞թե ինչ-որ մեկը սովորեցրել է նրան, թե որն է ճշմարիտը, կամ ցույց է տվել նրան արդարության ուղին։ Ոչ, որովհետև աշխարհի բոլոր ազգերը պարզապես մի կաթիլ են դույլի մեջ, նրանք կշեռքի վրայի փոշուց ավելին չեն։ Նա բարձրացնում է ամբողջ երկիրը, ասես այն մի ավազահատիկ լինի։ Եսայի մարգարեության 40-ի 12-15 New Living թարգմանությունից։ 12-րդ խոսքում գրված է. «Ո՞վ է չափել երկինքներն իր մատներով»։ Դուք կարող եք տեսնել, որ Սուրբ Հոգին նկարագրվում է այն գործառույթով, որը հատուկ է իրեն։ Մտածեք այս մասին. Տիրոջ Հոգին պահել է ամբողջ օվկիանոսը իր ափում։ Արդյոք տեսնում եք, թե որքան զորավոր է նա։ Եվ այնուամենայնիվ նա խոնարհեցրել է իրեն և համաձայնել Հոր և Որդու հետ գալ և բնակվել մեր մեջ։ Ինչպիսի զարմանալի իրողություն, այն երկյուղածություն է ներշնչում։ Օր 4. Սուրբ Հոգին Աստված է։ Տեսնենք, թե ինչպիսին էր Սուրբ Հոգու դերը մարդու ստեղծման մեջ։ Գրված է. «Եվ Եհովա Աստվածը հողի փոշուց շինեց մարդուն, և նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ»։ Ծննդոց 2:7։ Սուրբ Հոգին նա է, ով իրականում շինեց Ադամին և կյանք փչեց նրա ռունգերի մեջ։ Որտեղից ես գիտեմ դա։ Հոբ 33:4-ում գրված է. «Աստծո Հոգին է ստեղծել ինձ, և Ամենակարողի շունչը ինձ կյանք տվել»։ Սուրբ Հոգին ոչ միայն շինեց Ադամին և կյանք փչեց նրա ռունգերի մեջ, նա նույնպես շինեց մեզ և կյանք փչեց մեր մեջ։ Սաղմոս 139:13-ում գրված է. «Որովհետև դու ստեղծեցիր իմ երիկամունքները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում»։ Իրականում Աստծո Հոգին ստեղծել է այն ամենը, ինչ մենք տեսնում ենք, որովհետև Առակաց 26:10-ում գրված է. «Մեծ Աստված, ով ստեղծեց ամեն ինչ»։ New King James թարգմանությունից։ Այն արարչագործությունը, որ մենք տեսնում ենք, ի հայտ եկավ, որովհետև Սուրբ Հոգին իրագործեց Հոր ստեղծարար ցանկությունը։ Հուսով եմ այժմ ձեզ համար ակնհայտ է, թե ով է Սուրբ Հոգին։ Դիտարկենք նրա անուններից մի քանիսը, որոնք օգտագործվում են Աստվածաշնչում։ Սուրբ Հոգի 96 անգամ, Տիրոջ Հոգի 28 անգամ, Աստծո Հոգի 26 անգամ, Հավիտենական Հոգի Եբրայեցիների 9:14, Օգնական 4 անգամ Հիսուսի կողմից Հովհաննեսի ավետարանում, Մխիթարիչ հաճախ է օգտագործվում Amplified Աստվածաշնչում, Սուրբ Սաղմոս 78:41, Տեր Կորինթացիների 2:3-17, Ճշմարտության Հոգի 4 անգամ, Քրիստոսի Հոգի Հռոմեացիների 8:9 և Պետրոսի 1:1-11, Հիսուս Քրիստոսի Հոգի Փիլիպպեցիների 1:19, Խորհրդի Հոգի Եսայի 11:2, Գիտության Հոգի Եսայի 11:2, Զորության Հոգի Եսայի 11:2, Հանճարի Հոգի Եսայի 11:2,
իմաստության հոգի, Եսայի 11:2, Տիրոջ երկյուղի հոգի, Եսայի 11:2, ձեր հոր հոգին, Մատթեոսի 10:20, փառքի հոգի, Պետրոսի առաջին թղթի 4:14, շնորհքի հոգի, Զաքարիա 12:10, Եբրայեցիների 10:29, իրավունքի հոգի, Եսայի 4:4, այրող հոգի, Եսայի 4:4, կյանքի հոգի, Հռոմեացիների 8:2, սիրո հոգի, Տիմոթեոսի 2-րդ թղթի 1:7, զորության հոգի, Տիմոթեոսի 2-րդ թղթի 1:7, զգաստության հոգի, Տիմոթեոսի 2-րդ թղթի 1:7, մարգարեության հոգի, Հայտնության 19:10, հայտնության հոգի, Եփեսացիների 1:17, սրբության հոգի, Հռոմեացիների 1:4, Սուրբ Աստծո հոգի, 4 անգամ Դանիելի գրքում։ Նա արժանի է, նա զորավոր է, նա հրաշալի է։ Հիսուսը լիովին կախված էր Սուրբ Հոգուց։ Հիսուսը լիովին կախված էր Սուրբ Հոգուց։ Նրա ծնունդը Սուրբ Հոգուց էր, և նա ուսված էր Հոգուց։ Հորդանան գետի մոտ Հոգին զորացրեց նրան, և նա նույնիսկ մեկ հրաշք չգործեց, մինչև Հոգով մկրտվելը։ Այդ մասին կարող ես կարդալ Հովհաննեսի ավետարանի 1:29-34 և 2:1-11, Հովհաննեսի պատմությունը Հիսուսի գործած առաջին հրաշքի մասին Գալիլեայի Կանայում։ Նա առաջնորդվում էր Հոգով և խոսում միայն այն, ինչ լսում էր Հոգուց։ Հովհաննեսի 14:10 Հիսուսն ասաց. «Այն բանը կամ խոսքերը, որ ես խոսում եմ ձեզ հետ, իմ անձից չեմ խոսում, բայց Հայրը, որ ինձանում բնակված է, նա է գործում այդ գործերը»։ Ուշադրություն դարձրեք, որ Հիսուսը չասաց «Հայրը երկնքում», նա ասաց «Հայրը, որ ինձանում բնակված է»։ Մի րոպե, Ջոն, ուզում ես ասել, որ Հիսուսը Սուրբ Հոգուն Հայր էր անվանում։ Դե իսկ ինչու ոչ։ Ահա թե ինչ ասաց հրեշտակը Հովսեփին. «Մի վախեցիր քեզ մոտ առնել քո կին Մարիամին, որովհետև նրանում ծնվածը Սուրբ Հոգուց է»։ Մատթեոսի 1:20, New Living թարգմանությունից։ Հիսուսի ծնունդը Սուրբ Հոգուց էր, այնպես որ կարելի է հասկանալ, թե ինչու էր նա Սուրբ Հոգուն անվանում Հայրը, որ ինձանում բնակված է։ Իրականում Հիսուսը և Սուրբ Հոգին մշտապես համագործակցում էին Հիսուսի երկրային կյանքի ընթացքում։ Հիսուսն ասաց հետևյալը. «Որդին ոչինչ չի կարող անել իրենից»։ Հովհաննեսի ավետարան 5:19, New Living թարգմանությունից։ Եթե անձամբ Հիսուսը, Աստծո Որդին, կարիք ուներ մշտապես համագործակցել Սուրբ Հոգու հետ իր առաքելությունը կատարելու համար, որքան ավելի մենք ունենք Հոգու օգնության կարիքը, որպեսզի կատարենք մեր առաքելությունները։ Ոչ ոք չի ճանաչում Սուրբ Հոգուն ավելի լավ, քան Հիսուսը, այնպես որ եկեք տեսնենք, թե ինչ ասաց Հիսուսը Սուրբ Հոգու դերի, անձնավորության, հատկանիշների, զորության և այլ կարողությունների մասին մեր կյանքում։ Հովհաննեսի ավետարանի 14:15-18 Հիսուսը հռչակում է. «Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք, և ես Հորը կաղաչեմ և ուրիշ մխիթարիչ կամ օգնական կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան, ճշմարտության Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որ չի տեսնում նրան և ոչ էլ ճանաչում նրան, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև ձեզ մոտ է մնում և ձեզ հետ կլինի, ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ»։ Այս հատվածում շատ գանձեր կան։ Առաջինը դուք նկատեցիք, որ Հիսուսն ասաց. «Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք»։ Հետաքրքիր է, որ նախքան Սուրբ Հոգու մասին խոսելը, Հիսուսը հիշեցնում է իր գերագույն իշխանությունը ճանաչելու մասին։ Նա անչափ կարևորում է մեր հնազանդությունը իր պատվիրաններին։ Պետրոսը հաստատում է այս ճշմարտությունը, և մենք նրա վկաներն ենք այս բաների համար, և Սուրբ Հոգին էլ, որ
Աստված իրեն հնազանդվողներին տվեց։ Գործք առաքելոց 5:32։ Աստված տալիս է Սուրբ Հոգուն նրանց, ովքեր հնազանդվում են իրեն։ Այժմ ուշադրություն դարձրեք, թե ինչ է Հիսուսն ասում Հովհաննեսի ավետարանի 14:16-ում. «Եվ ես հորը կաղաչեմ և ուրիշ մխիթարիչ կտա ձեզ»։ Տեսնենք, թե ինչ է ուրիշ հունարեն բառի թարգմանությունը։ Նոր Կտակարանում կան երկու հունարեն բառեր, որոնք թարգմանվում են ուրիշ բառով։ Այս հունարեն բառերը հետերոսը և ալոսն են։ Հետերոսը նշանակում է մեկ ուրիշը, այլ տեսակի, իսկ ալոսը մեկ ուրիշը, նույն տեսակի։ Հարցը հետևյալն է. այս բառերից ո՞րն է Հիսուսն օգտագործում այս խոսքում։ Մինչև պատասխանելը թույլ տվեք մի օրինակ բերել, որը ցույց կտա տարբերությունը այս երկու բառերի միջև։ Պատկերացրեք, որ ես որևէ միրգ եմ տալիս ձեզ, օրինակ խնձոր։ Երբ ուտում եք այն, ես հարցնում եմ. մեկ այլ միրգ կցանկանա՞ք։ Եթե դուք պատասխանեք այո և մի նարինջ ստանաք ինձնից, նշանակում է ես ուրիշ միրգ տվեցի ձեզ։ Այնուամենայնիվ ես տվեցի ձեզ մեկ ուրիշը, այլ տեսակի։ Նարինջը նույնպես միրգ է, բայց այն տարբերվում է խնձորից։ Սա հետերոս բառի օրինակն է։ Իսկ եթե դուք խնդրեք ինձնից մեկ այլ միրգ և ստանաք երկրորդ խնձորը, կարող եք ասել, որ ես տվեցի ձեզ մեկ ուրիշը նույն տեսակի։ Սա ալոս բառի օրինակն է։ Վերադառնանք մեր հարցին։ Երբ Հիսուսն ասում է, որ Հայրը կտա մեզ ուրիշ մխիթարիչ, ո՞ր բառն է նա օգտագործում։ Նա օգտագործում է ալոս բառը։ Նա ասում է. Հայրը կտա ձեզ մեկ այլ մխիթարիչ, ով ճիշտ ինձ նման է։ Այլ խոսքով Հիսուսը նկատի ունի, որ և նա, և Սուրբ Հոգին նույն տեսակի են։ Օր 5. Մեր ընկերը ամբողջ կյանքի ընթացքում։ Մեկ այլ բառ, որը Հիսուսն օգտագործում է Հովհաննեսի ավետարանի 14:16-ում, մխիթարիչ կամ օգնական բառն է։ Հունարենում մխիթարիչ բառը պարակլետոսն է։ Հիսուսը նույնպես պարակլետոս է անվանվում Հովհաննեսի թղթերում։ Իմ որդյակներ, բարեխոս, այսինքն պարակլետոս ունենք Հոր մոտ Հիսուս Քրիստոս արդարին։ Հովհաննեսի առաջին թուղթ 2:1։ Թե Հիսուսը, թե Սուրբ Հոգին կատարում են օգնականի կամ պարակլետոսի դերը։ Ուրեմն ինչ է նշանակում այս բառը։ Նոր Կտակարանի ժամանակներում այս բառն օգտագործվում էր նկարագրելու համար դատապաշտպանի, ով պաշտպանում էր ինչ-որ մեկի գործը։ Այն նույնպես օգտագործվում էր նկարագրելու համար անձնական խորհրդականի կամ խորհրդատուի, ով սովորեցնում է հաջողության հասնել կյանքում։ Պարակլետոսը բաղադրյալ բառ է, այն բաղկացած է երկու հունարեն բառերից՝ պարա և կալեո։ Պարա նշանակում է շատ մոտ։ Պողոսն օգտագործում էր այս բառը նկարագրելու համար իր փոխհարաբերությունները Տիմոթեոսի հետ։ Պողոս առաքյալը չուներ Տիմոթեոսից ավելի մտերիմ անձնավորություն։ Այդ մասին կարող ես կարդալ Փիլիպեցիների 2:20-ում։ Իմ կինը Լիզան պարա է ինձ։ Չկա ոչ ոք այս երկրի վրա, ով ավելի մտերիմ է ինձ, քան նա։ Ես կօգտագործեի այս բառը նկարագրելով իմ փոխհարաբերությունները Լիզայի հետ։ Երկրորդ հունարեն բառը կալեոն նշանակում է կանչել ձեռքի շարժումով կամ պարզապես կանչել։ Այս բառը հաճախ է օգտագործվում Սուրբ Գրքում, երբ առաքյալները նկարագրում են իրենց կոչումները։ Օրինակ, երբ Պողոսն ասաց «Ես կանչված եմ որպես հեթանոսների առաքյալ», նա օգտագործեց հունարեն կալեո բառը։ Կոչում հասկացությունը վերաբերում է կյանքի ընթացքին և գործունեությանը։ Միացնելով այս երկու հունարեն բառերը, մենք շատ ավելի լավ ենք հասկանում Հիսուսի խոսքերի իմաստը։ Ըստ էության նա ասում է, որ Սուրբ Հոգին մշտապես կանչված է յուրաքանչյուրիս կողքին լինելու համար, որպեսզի տա մեզ խորհրդատվություն, ցուցումներ, հրահանգներ և խրատներ ամբողջ կյանքի ընթացքում։ Սա նրա կոչումը կամ հանձնարարությունն է։ Նա հավերժ մեզ հետ է, որպեսզի օգնի, և նա երբեք չի հոգնում։ Հիսուսն ասաց, որ Սուրբ Հոգին հավիտյան կբնակվի մեզ հետ։ Այդ մասին կարող ես կարդալ Հովհաննեսի ավետարանի 14:16-ում։
Նա երբեք չի թողնի և չի լքի մեզ։ Ինչպիսի զարմանալի խոստում։ Ըստ էության Հիսուսն ասում է, որ Սուրբ Հոգին շարունակելու է իր, այսինքն Հիսուսի աշխատանքը և առաքելությունը մեր կյանքերում։ Հաճախ ես լսում եմ, թե ինչպես են մարդիկ ասում. «Երանի ես կարողանայի քայլել Հիսուսի հետ»։ Ես այնքան շատ հարցեր կտայի նրան։ Ինչու չտալ այդ հարցերը Սուրբ Հոգուն։ Սա կարևոր մի բնագավառ է, որտեղ մեր պատկերացումները Սուրբ Հոգու մասին ակնհայտ են դառնում։ Եթե մենք համարում ենք, որ նա պարզապես անորոշ էակ է, մենք չենք մոտենա նրան որպես մեկի, ով կարող է մեզ սովորեցնել և մեր խորհրդատուն լինել։ Սուրբ Հոգին աստվածություն է, ոչ թե անդեմ էակ։ Եթե ճշմարտապես հավատում ենք, որ նա այնպիսին է, ինչպիսին նկարագրված է խոսքում, մենք երկյուղացությամբ կմոտենանք նրան, գիտակցելով, որ նա ամենագետ և ամենազոր է, որ նա և ցանկանում է, և կարող է սովորեցնել, օգնել ու խորհուրդներ տալ մեզ։ Այո, նա փափագում է մտերմորեն շփվել մեզ հետ։ Ցավալի է, բայց Սուրբ Հոգին հավանաբար ամենից անտեսված անձնավորությունն է եկեղեցում։ Քանի անգամ ենք միասին հավաքվել, և նա պատիվ չի ստացել, և նույնիսկ չի հիշատակվել մեր կողմից։ Որքան հաճախ է լինում, որ ամբողջ օրվա ընթացքում մենք նույնիսկ մեկ բառ չենք ասում նրան, ով կանչված է հավիտյան մեզ հետ բնակվելու և քայլելու համար։ Զարմանալի արտահայտություն։ Հիսուսն աներևակայելի մի բան ասաց Հովհաննեսի ավետարանի 16:7-ում. «Բայց ես ճշմարտությունն եմ ասում ձեզ»։ Մինչ կշարունակենք կարդալ այս հատվածը, թույլ տվեք մի պատկեր ձևավորել ձեր մտքում։ Հիսուսը խոսում է իր աշակերտների հետ։ 3 տարուց ավելի է նա այս մարդկանց հետ է։ Այն ամենը, ինչ Հիսուսը երբևէ ասել է նրանց, կատարվել է։ Նա ասել է. «Քամի, հանդարտվիր», և այն հանդարտվել է։ Նա ասել է. «Դուք մի էշ կգտնեք այսինչ վայրում», և այդպես էլ պատահել է, հենց այդ վայրում նրանք էշ են գտել։ Նա գիտեր, որ իր աշխատակազմի մեջ դավաճան կար, նույնիսկ մինչև դավաճանը որևէ քայլ կձեռնարկեր։ Նա պատվիրեց թզենուն չորանալ, և այն չորացավ 24 ժամվա ընթացքում։ Այն ամենը, ինչ Հիսուսն ասել էր, կատարվել է։ Բայց չնայած դրան, նա ստիպված էր նախորդել իր խոսքը «Բայց ես ճշմարտությունն եմ ասում ձեզ» արտահայտությամբ։ Ըստ էության Հիսուսը աներևակայելի մի բան էր ասելու աշակերտներին, այնպես որ պետք է հավաստիացներ նրանց, որ իր ասածը ճշմարտություն էր։ Այսպիսով, ինչ ասաց Հիսուսը նրանց։ «Բայց ես ճշմարտությունն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետև եթե չգնամ, Մխիթարիչը, այսինքն Պարակլետոսը, չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ»։ Հովհաննեսի ավետարան 16:7։ New Living թարգմանության մեջ գրված է. «Իմ գնալը լավագույնն է ձեզ համար»։ Պատկերացրեք ձեզ աշակերտների փոխարեն։ Ձեր առաջնորդը, ով, ինչպես գիտեք, Աստծո որդին է, հենց նոր ասաց, որ պետք է թողնի ձեզ, և որ նրա հեռանալը ձեր օգտի համար է։ Այդ խոսքերն անհեթեթ կթվային ինձ։ Եթե նա Աստված է, մի՞թե ձեզ համար ավելի օգտավետ չէր լինի, որ նա մնար։ Համոզված եմ, աշակերտները մտածում էին նույնը։ Հենց այս պատճառով Հիսուսը նախորդեց իր խոսքը «Ես ճշմարտությունն եմ ասում ձեզ» արտահայտությամբ։ Ինչու էր աշակերտների և հավատացյալների գալիք սերունդների համար, որոնց թվում նաև մենք ենք, ավելի լավ, որ Հիսուսը գնար։ Մտածեք այսպես. եթե Հիսուսը չհեռանար երկրից, Սուրբ Հոգին չէր գա մեր կողքին լինելու համար։ Այնպես որ եթե ես ցանկանայի ինչ-որ բան ստանալ Հիսուսից, պետք է անցնեի հազարավոր կիլոմետրեր պարզապես նրան հանդիպելու համար։ Իմ ճանապարհորդությունը հավանաբար կսկսեր թռիչքով դեպի Թել Ավիվ, որը կլիներ աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանը։ Դրանից հետո ես պետք է մեքենա վարձեի, գնայի Գալիլեա և հույս ունենայի, որ կկարողանայի պատշաճ կացարան գտնել, բոլոր հյուրանոցները լեփլեցուն կլինեին։ Այնուհետև ես պետք է փորձեի գտնել Հիսուսին, ինչը դժվար չէր լինի,
որովհետև միլիոնավոր մարդիկ սպասելու էին նրա հետ խոսելու համար։ Նրան գտնելուց հետո պետք է անցնեի հերթագրվելու ամենաբարդ համակարգով, որ երբևէ հայտնի է եղել մարդկությանը, որովհետև բոլորը կցանկանային ինչ-որ հարց տալ Հիսուսին կամ որևէ խնդրանքով դիմել նրան։ Քանի որ հերթը խիստ շատ էր լինելու, իմ հանդիպումը Հիսուսի հետ հավանաբար կսահմանափակվեր ամենաշատը 60 վայրկյանով։ Այնպես որ ես պետք է նախապես պատրաստեի իմ հարցերը և խնդրանքները։ Եվ հիշեք, նա պետք է քներ և սնվեր, այնպես որ նա հավանաբար բազմությանը պետք է տրամադրեր օրական 14 ժամ։ Այդ դեպքում Հիսուսը կկարողանար հանդիպել օրական 840 մարդու այն պայմանով, որ յուրաքանչյուրի հետ անցկացնելու էր 60 վայրկյան։ Այսպիսով 1 միլիոն մարդու հանդիպելու համար Հիսուսից կպահանջվեր 1190 օր, այսինքն 3 տարուց ավելի։ Բայց հաշվի առեք, որ հերթերին մշտապես նոր մարդիկ էին ավելանալու, իսկ ինչ կկատարվեր, եթե լիներ հրատապ հերթ նրանց համար, ովքեր իսկապես հրատապ կարիքներ ու խնդրանքներ ունեին։ Այդ մարդիկ մշտապես կանցնեին իմ առջևից, ճիշտ է։ Կարծում եմ կարելի է ենթադրել, որ Հիսուսին հանդիպելը գրեթե անհնարին և անհավանական կլիներ։ Բարի լուրն այն է, որ Սուրբ Հոգին մշտապես հասանելի է մեզ համար։ Նա քնելու կամ ուտելու կարիք չունի։ Նա կարող է միաժամանակ խոսել միլիարդավոր մարդկանց հետ։ Երբ մենք թույլ տանք, որ մեր պատկերացումը Սուրբ Հոգու մասին հիմնովին վերափոխվի Աստծո խոսքով, մենք կսկսենք հասկանալ, թե ինչու Հիսուսն ասաց. «Լավ է ձեզ համար, որ ես գնամ»։ Հիշեք, որ Սուրբ Հոգին ճիշտ Հիսուսի նման է։ Նա սովորեցնում է Հիսուսի նման, նա բացահայտում է աստվածային իրողությունները Հիսուսի նման, և նա մեզ հետ է հենց հիմա։ Արդյոք սկսում եք հասկանալ, թե որքան զարմանալի է նա։ Նույնիսկ հիմա, երբ գրում եմ այս տողերը, Հոգին բացում է իմ աչքերը ցույց տալով, թե ինչպես եմ սահմանափակել նրա ձայնը և ներկայությունը իմ կյանքում։ Կրկին նա մեր առաջնորդն է, խորհրդականը, պահապանը և խորհրդատուն։ Մեզ անհրաժեշտ է, որ նա գործուն կերպով ներգրավված լինի մեր կյանքերում։ Հաջորդ գլխում կքննարկենք, թե ինչ է նշանակում մտերիմ լինել մեր զարմանալի Աստծո հետ։